Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 10։ Ուստի նրա միջոցով ամեն ժամանակ Աստծուն օրհնության զոհ մատուցենք, այսինքն նրա անունը դավանող շրթունքների պտուղը։ Եբրայեցիս 13:15 խոսք։ Ընդունված էր որպես ինքնին հասկանալի բան, որ մարդիկ հակված կլինեն ընծաներ բերել Տիրոջը։ Բնության իսկ լույսը մարդուն մղում է այս կամ այն կերպ պատվել իր արարչին և նրան երկրպագություն անել որպես իր Տիրոջ։ Նրանք, ովքեր ի վիճակի չէին ցուլ մատուցելու, պետք է ոչխար կամ այծ բերեին, իսկ նրանք, ովքեր այդ էլ չէին կարող անել, Աստծու կողմից ընդունելի էին լինում, եթե բերում էին տատրակ կամ աղավնի։ Այդ կենդանիները, որոնք զատված էին զոհաբերության համար, հեզ էին, հնազանդ և անարատ։ Այդպիսով ցույց տալու համար այն անմեղությունն ու հեզությունը, որ կային Քրիստոսի մեջ և որքան պետք է լինեն նաև քրիստոնյաների մեջ։ Աղքատի ընծան նույնքան խորհրդանշական էր Քրիստոսի քավության համար, որքան առավել թանկարժեք զոհերը, և նույնքան լիովին էր արտահայտում ապաշխարությունը, հավատքը և Աստծուն նվիրվածությունը։ Ուստի մենք որևէ արդարացում չունենք, եթե հրաժարվում ենք այն հաճելի և ողջամիտ ծառայությունից, որն այժմ պահանջվում է մեզանից։ Սակայն մենք նույնպես չենք կարող մատուցել կոտրված սրտի զոհը կամ գովաբանության ու շնորհակալության զոհը, այնպես ինչպես իսրայելացիները չէին կարող մատուցել ցուլ կամ այծ, եթե Աստված նախ ինքն այդ հնարավորությունը չտար նրանց։ Որքան ավելի ենք գործում Տիրոջ ծառայության մեջ, այնքան ավելի են մեծանում մեր պարտավորվածությունները նրա հանդեպ, թե կամքի համար, թե կարողության և թե այն հնարավորության համար, որ նա տալիս է մեզ։ Շատ բաներում Աստված մեզ է թողնում որոշել, թե ինչ պետք է ներդնենք նրա ծառայության համար, լինի դա մեր ժամանակից, թե մեր ունեցվածքից։ Սակայն երբ Աստծու նախախնամությունը մարդու ձեռքը շատ բան է դնում, ապա սուղ ընծաները ընդունելի չեն լինում, որովհետև դրանք պատրաստակամ սրտի պատշաճ արտահայտություն չեն։ Ուստի եկեք ամբողջությամբ նվիրվենք նրա ծառայությանը, թե մարմնով, թե հոգով, ինչ էլ որ նա կոչ անի մեզ տալու, վտանգելու, գործելու կամ նրա անվան համար կրելու։